Ես կարծում եմ, որ այս վերջին իրադարձությունները կապված են, ուղիղ կապվածություն ունեն բանակցային գործընթացում արկա իրավիճակի հետ։ Ինչ ունենք փաստացի բանակցային գործընթացում։ Մի կողմից կա 17 կետանոց փաստաթուղթ, որը պայմանականորեն ներկայացնում է որպես խաղաղության փաստաթուղթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այդ փաստաթղթից այս պահին հանրայնացված է երկուսը, մեկը վերաբերում է միջազգային տարբեր կառույցներից միջազգային հայցերի հետ կանչմանը, երկրորդը այս իրավիճակում արդեն վերաբերում է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության այդ ձևաչափի լուծարմանը, մնացած 15 կետերը հրապարակված չեն, եւ զուգահեռ հարթությունում կան 6-7 պահանջներ, որ Ադրբեջանը ընդհանուր բարձրաձայնում է։ Այո, այդ փաթեթից դուրս, որի հետ կապված Ադրբեջանը փաստացի ներկայացնում է դրանք որպես պարտադիր իր մոտեցումները արտահայտող դրույթներ։ Դրանցից մեկը որպեսզի ստորագրի այն փաստաթուղթը, որը համաձայնեցել։ Այո, հիմա տեսեք, ինչ ունենք այստեղ։ Լոգիկա չկա։ Մի կողմից կա դեռևս անցյալ տարվա օգոստոսից այդ փաստաթղթից դուրս բերված այսպես կոչված միջանցքի հետ կապված այդ դրույթը, որ Ադրբեջանը հետևողականորեն ներկայացնում է որպես միջանցք, Հայաստանը դա ներկայացնում է որպես ռեգիոնալ ապաշրջափակման դրույթ, եւ ակնհայտորեն այստեղ կան տարաձայնություններ,